Բայլուսը բարիլի, սիրել հետևորդներ ջան, շուտ վավորոշած բաներ, որ սոր պետքա գնամ կիրովական, շատ կարևոր գործերով, արդեն դուս ենք եկել, ես մեր գեղի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը մեր մեյդանիցը մի քիչ տեննա սարքած, դար, ճամփան կանք, Աստված մեր հետ, սաղիս հետ էլ, վարորդին խնդրեցի, որ արջևում նստեմ, որ կարենամ մի երկու բան նկարեմ, սաղիտ էլ շանս տամ մեր ես քար ու քարափնին, արդեն գեղի տակը դվեր ենք մտնում, այս ճամփեն շատ սիրունա, այն հերվումը մեր գուգուտ սարնա, այն վերիկուրն էլ գադատապնա, այս քարափի վերևն էլ, որ պոզ ենք ասում, մտի մի հատ խաչա սարքած, ստեսա, որ դվեր մտնոնք ընդանուր շոշը դուս կանք, ստի մի հատ պավարոտ կա, այդ պավարոտումը մին, սաղսել մին մի քիչ, եթե հատկապես տրանսպորտումն ենք կլում, մեզ ғայմ ենք պհում, որ դեսուդեն թեքը չնգնինք, են էլ արդեն ըրազեզնա գնացքի գիծը, ճամփա դուս եկանք, գլավնի շոշումն ենք, ճամփեն դուս, ասվալտած, պլպլումա, դե մեր անտառնին էլ աննկարագրելի սիրունա, գնալով ավելիա սիրունանում մեր այս հսկայական անտառնին, խաղաղ ճամփալի, բարի ճամփալի, ինձ էլ, ով էլ որ ճամփայա դուս կալի, նրան էլ, ինչքան կարամ լավ տեղերը կնկարեմ, հավեսով տրամադրված, հասել ենք աղտալի, ասեն որ աղտալի մոստի հետ երկրորդ կարմունջը արդեն գործումա, այս մին արդեն հեչա, այն մինն արդեն գործումա, ճամփումն էլ էտա զրիցնուցը իմացա, որ սոր մեր վարչապետը դբա մեզ գալիսա, հլա գալիսա մեր այս կրները տենա աղետ ու գոտուց եդը ինչա կատարվել, ինչա սարքվել, կամ էլ ես ինչ գիտեմ, գալիսա էլի, սաղ այդ զրիցն այն զրիցանում ավտոբուսի միջին, ավտոբուս էլ ասում եմ, ավտոբուսը չի, սոր ֆորդնա, բախտը ստի բերուց, բախտ էլ ասում եմ, այս վերջերս էլ շատ եմ ինձ տրամադրում, որ այդ բախտ բառն ասեմ, ոչ, դրա փոխարինող մի ուրիշ բառ ասեմ, բայց եդլում չի, տակ ուստը հենց ենք սովոր սաղսել, ասում են, թե բախտ բառը ստանին ապատկանում, պետքա չօգտագործենք այդ բախտ բառը, դրա փոխարեն օգտագործենք ավելի հարմար բառեր, քանի որ գիտեք մեր հայոց լեզուն շատ հարուստ բառապաշար ունի, Էնգելսի մոստն ենք հասել, էս էլ իմ սիրած տեղերից մեկը, որ սհես կրանրեսի վրա, թե պետի երգեն քննի, մտիկ եմ անում, ստել որ հասնում ենք այս զավոդը, միշտ միտս անգնում, որ հլերեխուց վախտը, որ միշտ գեյալավերդի, ըտեն կրակին, պլեշած մտիկ անեի հուշտելած, հմիա որ էտա սաղսել գիտենք, թե ինչը ընչիցնա առաջանում, ստյալավերդին արդեն դուս են կլում, սիրուն սարքել են սաղ, գծանշել, սազը գծել, ամեքը մի կրնովը պետքա գնան, թե բա ճամփեն խախտվի ոչ, շատ եմ սիրում ճամփա գնալը, մանավանդ որ գարուն քալում, բնությունը կնանչածալում, հետո ավելի լավա տեսարաննին նայվում, ուշկու միտքս իմ չորսի կրաննա, դե ասի, մթամ թե խի էլ զեզել չի շանստամ, ով գիտե մնել եփլիք, այս ճամփենովը գնացած, մտիկ արեք, հետո մտկերով դուք էլ ամեքը ձեր մի բան կհիշեք, ես էլ արդեն օձունա ճամփաբաժաննա, դե խաչմերուկ ենք ասում, բայց դի 3-ն էլի, 4-ը չի, բայց թե ամեն դեպքում խաչմերուկ ենք ասում, այն հերվումն էլ նհեյ ներքի կրաներեսին, դե պետնա, որ վիշապոցի ғայդի, տհե գալար եկած ըրևումա, հերվիցը միշտ ես տհե եմ նմանացնում, որ ոնց որ թե վիշապ օցելի փրվածըտի, Համա թե օծը մեր կրներին գործ չունի, բայց ասեն, որ դե պետումը գյուրզա օծեր կան,
շատ մեծ, խոշոր ու երկար։ Ըստ արդեն հասել ենք Թուֆենկյան ռեստորանի կուշտը, ասեմ, որ դեպետը ըտիել աղոնախ գնացել, էտաղետի վաղտը ըտիել լավ, ավերակնի արել։ Մնել շատ եմ սիրում ես քարու քարապնին, էսա հասնում ենք այդ թունելնին, առաջի թունելնա, որդի որ ըտիա էլի Թումանյանը գրել իրա Անուշ պոեմը, հենց այս քարապիցնա Անուշը իրան դեպետը գծել, մտամ թե շատ էլի զուր, հա, բայց թե տան խելքությունա որ արելա էլի, մարդու միտքնա էլի, մի պուջուր շեղվում ա, թե չէ իրան կորցնում ա, թունելի վերջում միշտ էլ լիսը տենում ենք, երկրորդ թունելն ենք մտնում, չիմ սարքատ, չիմ սազը գծած, կուլտուրական, շատ ակուրատնի ձևով սարքած ա, մեմ են վախտել սհե մեր միտքի միջին, ասում ենք, Տերդ մեռնի գիտություն, հա, այսով այս թունելը սհե ստեղծել, միջին էլ սհե լսերը շարել։ Հա, զրից եմ անում էլի, դե բա, դե գեղավարի զրից անեն, որ սաղից սրտովն էլի, մնել շատ եմ սիրում ես քարափի վրի ես խաչը, խաչն էլ մեզ հովանավորելի, մեզ պաշտպանելի, էս էլ են գեղնա, որդի որ նկարահանվել ա աշնանարև կինոն, ահա, երրորդ թունելը հասանք, էսա էլ դուս ենք գալի, կարելի ա ասել, էսա կիրովական կմտնունք, ահա, ետ բնությունը մեր ղաքին սհե կողտա, հուր հրատինա տալի, ջան եմ ասել է, դե գիտեք արդեն ես խոսիլս տանիցն եմ խոսում, ես էլ Զամարլովի մոստնա, Հայաստանի ամենավենձ մոստնա, որի վրովը գնացքի գիծը սարքածա, այդ գնացքի ճամփենա, ես էլ մեր ճամփենասը է շատ սիրուն, Հմար է թե հասնում են կիրովական, են գադուկի վերևը մի հատ խեչ կա, մատուռ էլի, բայց ըտի հլա ասեք տենամ, դուք տեղյակ եք, այդ մատուռի անումը ինչա, ինչքան գիտեմ այդ կամակատարի մատուռնա, հլա ասեք, որդ որ գիտեք, կարակ ինձ գրեք, հերվում արդեն կիրովական ներևումա, մեմեն շենք հարևում, դե հենց, այսենց այս վորդովն եմ գնում, կուլտուրական, ահա, հանգիստ, խաղաղ, հասանք Վանաձոր, դե Վանաձորը վերջերս ա փոխվել, դե հենց են ասում, ճիշտ ա, շատ սիրուն անունա, Վանաձոր, բայց թե սաղս էլ գիտենք, որ կիրովական ենք ասում, ահա, այս մոստն էլ անցկենանք ու կհասնունք ավտոկայան, ըստի ես վեր կգամ կգնամ իմ գործին, բայց նախորոք ասեմ, ոչ մի նկարահանում անել չտիմ, քանի որ գործս բանկերումնա, ըտի հեչ կարալ չեմ նկարահանեմ, ըստի արդեն եդ եմ գալի, ավտոկայանի վերի կրնովը պավարոտ ենք անում, հետո այսքան տեղը կարանք հիշենք, ավոտի կիրովական, ավոտի հուշարձան, իդյոմ կամաց, ականեց դիմաց, վայ, շատ հուզվեցի ես երկը երկելով սիրելիներս, այս ավտոկայանի տեսարանն էլ տեհեք, ես էլ հաստատ գիտեմ շատերդ լավ հուշեր կունենակ այս տեղի վերով, դե նորից ու նորից, ինձ էլ բարի ճամփա, սաղիս էլ բարի ճամփա, Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, քանի որ դուք մտիկանողի ու լսողի դերումն եք, ես էլ ասողի, հմի սաղիտ էլ ասեմ, որ այդ բանկային գործերը, սաղ, ինչ կար, չկար, չիմ իմ սրտովն է լավ, դրանից հետն էլ գնացել եմ պտիտ եմ եկել մի լավ, խանութնովը, բազարնովը, մի լավ, ինչ որ պետք էր, մտիկ եմ արել, ինչ առնելու էր, առել եմ, ասեմ, որ թիթիզ բաներ էլ եմ առել, հենց հասնում տուն, ընդի շանց կտամ սաղիտել, հա, ազիզներ ջան, ազիզ էլ ասում եմ, լավ էր հլե հիշեցի, մտահանտ է անել, այ, ազիզներ ջան, ասեմ, որ ազիզ բառը հենց դուս ա եկել կիրովականի ժողովրդիցը, էդ էլ իմացեք,
ասեք, որ ճիշտ եմ, ով որ կիրովականցի է։ Այս կրնուց էլ արդեն այդ կամակատարի մատուրն է, որ ուզեցի էլի տեղը տեղին շանս տամ։ Հլասեք տենամ, ես սխալվում չեմ, չէ, այդ հենց կամակատարն է։ Էտա ետ ճամփադուս եկանք, դե որ ճամփադուս եկանք, ետ հիանանք մեր բնությունով, մեր լորվա չնաշխարիկ, այդ ուժեղ անտառնովը, ուժեղ եմ ասում, որովհետև քարուքարապնու վրա էլ ետ ծառեր են աճել, բուսականություն աճել, հետո ղայմ կպել այդ քարերիցը, մեր աչքն էլ հենց որ մտիկ անում, խաղաղվում է, որ քարապնին ծածկվում է կանանչով, մի ձևի արդեն խաղաղություն է տարածում։ Էս էլ արդեն այն պերևալնումն ենք, ստանի մոստիցը մի քիչ ներքև։ Դե մի այդքան տեղին էլ էտ են ասում, ըտել դե ամեկն իրանց հետքն են թողել, ամեկն իրա ուզած գույնով ու ներկով։ Կարող ա դուք էլ ձեր հետքն լիք թողած, ուստի ասեմ, այս կյանքում ամեկս մեր բարի հետքը թողունք։ Սիրելի հետևորդներ ջան, դե արդեն դրավոդն ասել էի, չէ, որ սա խոսեին, որ Նիկոլը դպամ մեզ գալտի, էտա եկելա։ Ըտի մանկապարտեզի բացում այլել եւ այլն։ Այս հասել են քոբերա այս ճամփենել եմ շատ սիրում որսե դեպետը խաղաղ խոսում է ճամփին միկրանը քարափի միջին քոբայրավանքն է կարող է շատերդ եկածլիկ կամ եթե եկել չեք լսածլիկ նհե որ մեր այս ձորերը շատ լիքն է սրբավայրերով եթե եկել չեք կարակ որպես տուրիստ գաք մանգակ ըստի արդեն Նիկոլը տեսնի է այս սամթերումնա երկու կողմի ճամփեն փագածա ըստի մենք մխելի վախտա ճամփա ենք բխում մինչև որ Նիկոլն իր ճամփեն անց կկենա հետո հերթը հասարակ ժողովրդին կհասնու հա էտել տհե էսել իմ սորվա օրը տանիցն էլ մոնտաժ կանեմ, էտա, որ հմի անում եմ, սիրելի հետևորդներ ջան, ազիզներ ջան, ձեզ բարի դիտում։ Այն հերբումը մի թիքա երևած, որ այն ոնց ասած էլի շորշոփ նրևած, որ այն կրանրեսի վրա գնացել է, վերջ, քվիտ, ճամփեն բացելավ, մենք գնացինք։ Հա, այդ է Շատ վախտել, որ շատ մարդ խոսում է խոսում, մնել ասմայի, հա, ասել իքսել հատավ, անել իքսել հատավ։ Դուք մտի կարեք ես մեր սար ու ձորերը, որ մեր կրներինա, որ աստոց տվել է մեզ։ Ահա, ոստիկանին շարված, ուղղություն են տալի, աս ամենակ Նիկոլի գալու օրնեք, տհե ճամփեն դուս գալի, են մնացած օրերն էլ դուս եկեք, կարգու կանոն պհեցեք, էլի, Էս ինչ բանատո, աշխարի օրենքնա, ահա, Էս իրա տեղնա մշտական, որ պետքա միշտ ստիլին, բայց թե, գիտեք էլի։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն տուն եմ հասել, միտք ունեի, որ գամ ձեր հետ միասին սրճեմ, բայց լույս չունենք։ Տան ներսը մութ է, ու այդ պայծառ տաք եղանակին անձրևն է փոխարինել, ամպողը ժաղ գորգորում է ու կայծակներ է խփում։ Դե ոչինչ, ես էլ կանցնեմ կհանգստանամ և իմ այս վլոգին շարունակություն կտամ հաջորդ օրը։ Բարի օր եմ ասում բոլորից, սիրելի հետևորդներ ջան, ձեզ եմ միացել հաջորդ օրը, արդեն կեսօր է, հասցրել եմ գնալ աշխատանքի ու գալ տուն։ Առավոտվա ժամերին լավ պայծառ արև դուրս եկավ, նույնիսկ շատ շոգ էր, ամառվա պես շոգ։ Հետո աշխատանքից տուն եմ եկել, մի փոքր էլ շունչ առա, մի քիչ էլ իմ գործերին նայեցի, հետևեցի իմ հավերին, ու արդեն այդ ընթացքում եղանակը էլի կտրուկ փոխվեց։ Նույնիսկ ցրտել է ու թվում է թե շուտով էլի անձրև կգա։ Հիմա արդեն գնամ խոհանոց և միանամ ձեզ։ Եկա, սիրելիներս, տան դուռն եմ փակել, քանի որ շատ ցուրտ է։ Դե լույսն էլ միացնեմ,
Ահա, լուսավորվի մեր կադրը, նաև վարակույրը հետ քաշեմ։ Ահա։ Հիմա լույսը լավ կթափանցի սենյակ։ Այսպես, երեդևորդներ ջան ցրտելա եւ կարելի է նորից մի քիչ տաք հագնվել, որպեսզի չի հիվանդանանք այս խաբուսիկ եղանակից։ Երեդևորդներ ջան, այսօր քանի որ հասցրել եմ արդեն 2 անգամ սրճել, այս պահին սուրճը չեմ եփում, այլ քանի որ այդպես 3 ճանապարհ գնացի, եկա, ցեզ էլ ինձ հետ տարա, ասեք որ լավն էր։ Հիմա որոշ գնումներ եմ կատարել եւ դեռևս այստեղ անգամ ես չեմ բացել։ Մենակ ելակ էի գնել, ելակն եմ դրել սառնարանում, առանց տոպրակից հանելու, առանց լվանալու։ Երբեմն էլ, երբ որ ասենք ամեն ինչը մի քիչ խառնվում է, թե եղանակն է խանգարում, թե լույսը չի լինում, ինչ որ մի բաններ հենց այդպես թողնում ենք, որն էլ իհարկե գիտենք, որ դա խանգարող հանգամանք չէ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ էլի մի քիչ արագի մեջ ձեր հետ զրուցել, ցույց տալ իմ որոշ գնումները ու էլի պիտի շտապեմ իմ աշխատավայր։ Հիշում եք, չէ՞, որ ասել եմ, շաբաթ-կիրակի օրերին մեր գրաֆիկը խտեցված է եւ նորից պիտի գնամ։ Հիմա սիրելիներս թեպետև շատ լավ բաներ եմ գնել, բայց չեմ բացել, հենց այստեղ գնում է։ Հիմա հերթով հանեմ, ձեզ ցույց տամ, դուք էլ ինձ հետ ուրախացեք, արդեն գիտեմ, որ ձեր սիրելին եմ դարձել եւ իմ ուրախությունից դուք էլ եք ուրախանում։ Ընդհանրապես, եթե մարդը կիսում է ուրախությունը, դա ավելի է կրկնապատկվում, իսկ եթե տխրությունն ենք կիսում, արդեն տխրությունն էլ դե գիտեք, որ թեթևանում է։ Ահա, այսպես։ Սա հավաքեմ, մի հատ որ այստեղ շատ չխառնվի։ Ահա, այսպես։ Գիտեք, որ ճանապարհ ենք գնում գալիս, ինչքան էլ որ ամեն ինչը մեր սրտով է եղած լինում, ամեն դեպքում հոգնում ենք, այդ անձրևը, որ այդքան եկավ, դրանից հետո ավելի վարարեց, ուժեղ քամի, անդադար կայծակներ, շատ եմ ափսոսում, որ չկարողացա այդ պահերը նկարահանել, քանի որ հեռախոսից մեջ լիցքավորում չունեի, մի խոսքով, թե արդեն բոլորիդ մոտ էլ այդ պահերը եղել է, այդ բնության տարերքները դուք էլ եք տեսել, բայց ընդհանրապես, երբ որ մի հատ հետ ենք նստում, որ հանգստանանք ու մի բաժակ կոֆե եք եփում, որպեսզի ինձ դիտեք ու նման տեսարանները, որ նայում եք, գիտեմ, որ դրանից հաճույք եք ստանում, հենց դրա համար եմ ափսոսում, թե չէ ոչ մեկս էլ օրինակ անտարբեր չենք, բոլորս էլ մի պահ նայում ենք երկնքին, ասում վայ, ես ինչ ուժեղ ա խփում ես կայծակները, վայ, հանգիստ լինի, հանկարծ միտեղ ինչ-որ մի բան չվնասի, մի խոսքով չի վնասել այդ կայծակները, միայն ինչ-որտեղ նաև սրտի խորքում վախից կծկվում ենք մեր սենյակներում ու այդպես ինչ-որ մի ձև անց ենք կացնում այդ պահերը, ես սիրում եմ նման եղանակները, անկեղծ եմ ասում, շատ հետարքիր է ինձ համար լինում։ Հիմա ուզում եմ բացել այստեղ, բայց նախքան բացելը մի հատ էս մի սումկայի մեջ տենամ ինչ կա, տեսնեմ սեղանին դնելու ինչ կա, այստեղ իմ վարդագույն հովանոցն է, որ ինձ հետ վերցրել էի, մտածելով, որ հանկարծ անձրևի տակ չընկնեմ, բայց պետք չեկավ, քանի որ Վանաձորում շատ շոգ էր այդ օրը, ահա, այստեղ էլի հանելու բան ունեինք, հիմա ցույց կտամ, ահա, այստեղ էլի եւ էլի, ահա, բոլորը հանեմ այստեղ, որ արագի մեջ ասեմ ինչ եմ արել, որ միգուցե ինչ-որ մի բանով էլ ձեզ օգտակար լինեմ, Եթե ինչ-որ մի բան էլ մոռանում եք, որ դուրս եք գալի գնումների, այդպես է, չէ, որ սենց նախքան ճանապարհ գնալը ասում ենք, այս պիտի անեմ, այն պիտի անեմ, հետո գնում ենք ու մոռանում, դիտելով իմ այս փոքրիկ վլոգը, միգուցե դուք էլ արդեն ինձնից այդ խորհուրդը կվերցնեք եւ մի թղթի վրա նշումներ արեք,
նախքան ճանապարհ դուրս գալը, թղթի վրա նշումներ արեք, թե ձեզ ինչ է պետք, ինչ պիտի գնեք, որպեսզի գնաք ու այնտեղ չմոռանաք, չմոլորվեք, որովհետև այդ պահը բոլորիս հետ էլ պատահում է։ Ահա, այս մեկն էլ էստեղ։ Ու այստեղ կարտոֆիլ եմ գնել, ահա, սիրելիներս, ճիշտ է մեր գյուղում էլ կա շատ խանութներ, բայց մեր մոտ թանկ է, բերեգի քորի նման չեմ ասում էլի, որ գնում ասում, ահանա սա բալը թանկ է ու չարավ, բայց թե սիրելի հետևորդներ ջան գիտենք, որ բոլորս էլ ուզում ենք, որ հարմար գնով առևտուրներ անենք, այն մի կոպեկն էլ խնայենք, որպեսզի այն մյուս բանի վրա ավելացնենք, այնպես չի, որ քցիպություն եմ արելու, այստեղից չեմ գնել, բայց մեր մոտ իսկապես թազա կարտոֆիլը շատ թանկ էր, ահա, իսկ վանաձորից հարմար գնով եմ գնել, լավ խոշոր կարտոֆիլը, սիրում եմ, որ թազա կարտոֆիլը թե խոշորն եմ գնում և թե մանրը, երկուսն էլ շատ համով է լինում, հատկապես մանր տեսակը, որ այդպես իր կեղևը լավ լվանում ենք ու հենց կեղևով էլ եփում ենք, որովհետև այդ ձևով բոլոր վիտամինները պահպանվում է։ Մի խոսքով, սա այստեղ, սա աշխատանքից հետո կգամ կեփեմ ու կվայելեմ, հիմա այստեղ ցույց տամ, հա, մի բան էլ պիտի բերեի, որը մյուս սենյակում եմ թողել, գնամ նա էլ բերեմ ցույց տամ, հետո արդեն էս է ցույց կտամ, վերջում իհարկե չենք մոռանում, որ պիտի պարտադիր, մի հատ էլ կոֆե խմենք, նոր ես կգնամ իմ գործին, դուք էլ ձեր գործերով կզբաղվեք, հիմա գնամ մյուսն էլ բերեմ ու գամ շտապ։ Սիրելի հետևորդներ ջան, նաև բարձր էի գնել, սինցիպոնից բարձր էի գնել, ահա, քանի որ ինքը ցելոֆանի տոպրակի մեջ է, հանդիստ կարող եմ հատակին դնել, ահա, շատ թեթև, հարմար, գիտեք, որ շատ բոմբուլի բարձր ունեմ, 10 թե 12 բարձ ունեմ, բայց այլևս չեմ ուզում դրանց պահել, քանի որ համիմոժիտից է, որ արդեն 30 տարի ավել է, արդեն ինչքան էլ որ լվանում ենք, մաքրում ենք ու կոկիկ ենք պահում, միևնույնն է, ես արդեն այն կարծիքին եմ եկել, որ արժե որ փոփոխություն մտցնել և նա մի կողմ եմ դնելու և ուզում եմ փորձել սինձիպոնե բարձերը, միշտ և միշտ դեմ եմ եղել սինձիպոնե բարձերին, մտածելով, որ ամեն դեպքում արհեստական է և չգիտեմ, քանի որ մեր յուրաքանչյուրիս հանգիստը շատ կարևոր է, քնած ժամանակ է, որ մարդը լիարժեք հանգստանում է, իր ուղեղը թարմանում է և նոր օրվան է պատրաստվում, դրա համար միշտ խուսափել եմ, հիմա ուզում եմ ձեր հետ կիսվել, դուք էլ կարող եք գրառումների բաժնում ձեր կարծիքը հայտնել, ահա, հիմա, սա ես արդեն կօգտագործեմ, եթե կհավանեմ, արդեն կսկսեմ սա օգտագործել, թե իր թեթևությունն է ինձ դուր եկել, թե չափը և թե ինչ որտեղ էլ մի քիչ ժամանակակից լինենք։ Հիմա այստեղ սա կդնեմ, նաև սիրելի հետևորդներ ջան, խոհանոցից եմ միացել, որովհետև տեսակ, որ սումկաներս էստեղ էր, համ էլ չուզեցի մյուս սենյակներից միանալ, քանի որ այնտեղ լուսավորությունը էլի մի քիչ այն չէր, էլի այս կողմում մի քիչ լուսավորությունը համապատասխանեց, որպեսզի միանամ ձեզ և ամեն բան իմ սրտով լինի։ Այստեղ այս բարձերի համար երես եմ վերցրել, ահա։ Գիտեք, որ սպիտակի սիրահար եմ և սպիտակ երես եմ վերցրել, ահա։ Բայց նախքան օգտագործելը սիրում եմ, որ մի հատ լվանամ արդուկեմ, հետո նոր օգտագործեմ, այսպես։ Դուք էլ այդպես վարվեք, երբ որ նոր բան եք գնում, պարտադիր լվացեք, հետո նոր օգտագործեք, որովհետև չգիտենք, թե խանութում քանի մարդ է այսպես ձեռք տալի, բացում, փակում, միգուցե վայր է անգնում հատակին,
Եվ ամեն դեպքում, երբ որ բերում ենք տուն, թե հագուստը, թե հատկապես սպիտակեղենը եւ ներքնազգեստները, խորհուրդս է, որ պարտադիր լվանակ։ Միգուցե այդպես եք վարվում, այնպես չի, որ եսա որ ամեն ինչ գիտեմ, ուղղակի այսպես հավեսով զրուցենք միասին։ Ահա։ Այստեղ մազերի ներք եմ գնել 9-ի 1-ը, այն դիֆիցիտ ներկը, որը որ մեր կողմերում այդպես էլ չէի ճարում, եւ սա 2 հատ գնեցի, քիչ էր մնում 10 հատ գնեմ, բայց չուզեցի ագահություն անեմ, որ միգուցե ինձ նման մեկն էլ փնտրելիս լինի եւ կարողանա հեշտությամբ գտնի, ահա, Garnier-ի 9-ի 1-ը, իմ սիրելի գույնը։ Իդեպ ասեմ, որ մազերիս արդեն մեկ տուփ ներկը չի հերիքում, դրա համար էլ նկատած կլինեք շատերը, որ երբ որ կամ պոչիկ եմ անում, կամ այսպես բարձր հավաքում եմ, այս մասերը իմ սև մազերն է երևում, դրա համար երկուսը արդեն միանգամից կօգտագործեմ, որ լիարժեք իմ մազերը վերցնի այս ներկի գույնը։ Ահա, սա էլ կարող եմ այստեղ գնել, ահա, այստեղ գնել եմ արդեն թխվածքի համար, շատ լավ հարմար ամառ, որը անկեղծ լինեմ ասեմ, որ չեմ ունեցել, չեմ օգտագործել, ինձ պետք չի եկել, ու սա այն նպատակով եմ գնել, սիրելի հետևորդներ ջան, որ ժելե տորթեր թխեմ, ահա, վճարել եմ 1500 դրամ և սա կօգտագործեմ ոչ միայն ժելե տորթերի համար, այլև փոքր բիսկվիտների համար, ընտանիքս երբ որ համատեղ էր, այս փոքրը համարել է, որ ինձ պետք չի ու ավելի մեծ տորթեր էի թխում, ուշադրություն չդարձնելով այս հարմար ամանին, իսկապես վերջերս եմ ուշադրություն դարձրել, որ ինչու չէ կարելի է եւ իմ խոհանոցում թարմություն մտցնել, երբեք ամոթ չէ, սիրելի հետևորդներ ջան, գնել այն իրը, որը միշտ էլ եղել է, բայց մենք ուշադրություն չենք դարձրել, միգուցե շատերը դել ինձ նման այս հարմարավետ ամանին ուշադրություն չեք դարձրել, հիմա կարող եք դուք էլ տրամադրվել եւ ուշադրություն դարձնել նմանատիպ ամաններին, նաև ելակ եմ գնել, 1 կիլոգրամ խոշոր ելակ եմ գնել, հատուկ, որ ժելե տորթ պատրաստեմ, դա արդեն հաջորդ վլոգում, սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ այդ գործընթացը երկար է եւ այս վլոգի մեջ չեմ կարող տեղավորվել։ Հիմա այստեղ իհարկե ինձ համար գնել եմ հագուստ, շալվար, տավատի փոխարեն ես շալվար եմ ասում, դե գիտենք, որ դա տավատն է, ահա, ջինս է, փափուկ, ահա, սիրելի հետևորդներ ջան, այնտեղ փորձել եմ, ինքը այսպես մեծ է երևում, լայն է երևում, բայց երբ որ հագնում եմ, շատ է սազում իմ կազմվածքին, ընդհանրապես շատերդ գիտեք իմ առաջվա վիդեոներից, որ ճղատ ջինսերի սիրահար եմ, թեկուզ եւ ես արդեն 5 թորների տատիկ եմ, բայց դա չի խանգարում, որ մեր սիրելի հագուստը կրենք, ահա, այսպես, սրան վճարել եմ 9000 դրամ, գիտեք, որ երբ որ գնում ենք խանութներ, կարողանում ենք հայավարի, այդպես բարեխոսել, գները իջեցնել և գնել մեր ուզած հագուստը, ահա, այստեղ արդեն էլի գեղեցկություն եմ գնել, փափուկ, ինքը մատերիալը անգորա է, սիրելի հետևորդներ ջան, թևերը գիպյուր, ահա, ճիշտ այն եղանակի համար, որ ոչ տաք է, ոչ էլ ցուրտ է, հենց այս եղանակների համար, ահա, կհագնեմ հաջորդ վլոգներում արդեն իմ հագին կտեսնեք այս գեղեցկությունը, առաջին հայացքից շատ դուրս եկավ, նաև սրա սպիտակը կար, բայց որոշեցի, որ սևը գնեմ, քանի որ սևը ավելի պրակտիկ է և համապատասխանում է ամեն տեսակի հագուստի հետ, ահա, այստեղ իր վզի մասը սրտաձև է, իմ շատ սիրելի վզի բացվածքը սրտաձև բացվածքն է, սա էլ նորից 10 000 էր, իջավ 9.5
Եվ 9-ով վերցրի, սիրելիներս, շատ փափուկ է ու թեթև, ահա, այսպես, այստեղ էլ արդեն սրբիչ եմ դնել, այս տոպրակները դրեմ այս կողմ, հիմա սրբիչը ցույց տամ, սա նույնպես շատ սրտով եղավ, Dior ֆիրման է, սիրելի հետևորդներ ջան, ահա այս են սիրուն, ահա, կարելի ասել բողջայի մեջ, հիմա բացեմ այս սիրուն բողջան, ընդհանրապես եթե դուք էլ նման այս ձևով գնում եք, ընդհանրապես ֆիրմա ապրանքները, հատկապես Dior-ը, այսպիսի թիթիզ բաներ է ունենում, նաև շատ հարմար է նվերի համար, իդեպ դա էլ ասեմ, միգուցե շատերիդ օգնած կլինեմ, եթե ասենք ինչ որ գնում եք ծնունդի կամ գնում եք կնունքի կամ եք ուղղակի ուզում եք այդ մարդուն նվիրել ինչ որ մի հարմար բան ու չեք կողմնորոշվում, կարող եք այս տիպի սրբիչներ գնել ֆիրմային, որպեսզի այսպիսի թիթիզ փաթեթավորում ունենա եւ անգամ այս փաթեթավորումը ուրախացնում է նվեր ստացողին։ Ես ինքս ինձ նվեր եմ արել, դա էլ է պետք, սիրելի հետևորդներ ջան, չմոռանաք ինքներդ ձեզ նվերներ անել։ Հիմա եկեք բացենք, վճարել եմ 13500, ընդամենը իջավ 500 դրամ, սա 14000 էր եւ ընդամենը 500 դրամ իջավ։ Ինչևէ, այդ էլ կարողացա հաջողացնել եւ հիմա բացենք այս թիթիզ բողջան, ահա, այսպես հավեսով, սա էլ ինչ որ մի բանի համար կօգտագործեմ այս բողջան, դեռ չեմ որոշել, կարող եք ինձ խորհուրդ տալ, միգուցե դուք էլ ունեք եւ ինչ որ մի հարմար ձևով օգտագործում եք, ահա այս սիրուն թիթիզ բողջան, ահա, սա էլ իմ բաղնիքի սրբիչը, մեծ, փափուկ, նրբաճաշակ, տաքուկ ցայվենք, փաթաթվենք եւ վայելենք այս կյանքը, որ մեզ է տրված, ահա, սիրելի հետևորդներ ջան, ընտիրություն ուղղակի, շատ հավանեցի, շատ դուրս եկավ, նաեւ ասեմ քաշումի, լավ էլ ծանր է, ահա, սա նույնպես պիտի լվանամ նախապես, քանի որ ահա, բոլորս էլ երբ որ գնում ենք խանութ, բացում ենք, նայում ենք, ձեռք ենք տալիս եւ դրա համար պետք է հատկապես այսպիսի բաները պարտադիր օգտագործելուց առաջ մի թեթև անցկացնել մեքենայով կամ էլ ձեռքով, ինչպես որ հարմար կգտնեք, կարևորը որ մի հատ լվալ, այսպես։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, արժե որ մի հատ էլ սրճեմ ձեր հետ եւ կշտապեմ իմ աշխատանքին, գնամ նաեւ ելակը բերեմ, որը որ դեռևս չեմ լվացել եւ տեսնեմ գիշերվա ընթացքում ինչ վիճակով է մնացել։ Այստեղ նաեւ իմ հեռախոսի համար գնել եմ լար եւ ահա այսպիսի կոճ, որը շատ հարմար գնով գնեցի, համեմատած էլի մեր մոտից, որ մեր մոտից կոճին տալիս էի 6000, լարին տալիս էի 3000 կամ էլ ավելի։ Մի անգամ լար էի գնել, հիշում եք, ասել եմ մեծ բոյբուսաթով լար, որին վճարել էի 6000 դրամ։ Այդ բոլորը ոչ մեկը չկա, չդիմացավ, ընդամենը հազիվ 1 ամիս ու այնպիսի պահ մտա խանութ, որ այն խոսակցությանը հասա, որտեղ մի հաճախորդ գնում էր ու վաճառողը խորհուրդ էր տալիս, որ թեպետև էժան է, բայց շատ դիմացկուն է, դիմանում է 2-ից 3 տարի։ Ես էլ այդ խոսակցությունը լսելով ոգևորվեցի, թեպետև նոր էի գնել, էլի 5000-ով միայն կոճը եւ մոտս ունենամ, որպեսզի հենց որ հանկարծ նա շուտ փչանա, ես ունենամ եւ խոճապի չմատնվեմ, քանի որ արդեն իմ հեռախոսը շատ է ծանրաբեռնվում այս վլոգների ընթացքում եւ ես կազմապատրաստ լինեմ, սիրելիներս, իսկ հիմա նախապատրաստվենք մի բաժակ կոֆե եփելու։
Սիրելի հետևորդներ ջան, քանի որ իմ ժամանակը շատ սուղ է, դրա համար այս տարբերակով միացած ես, արագի մեջ կոֆեն եփեմ, վայելեմ, հասցնեմ, և շտապեմ իմ աշխատանքին, ամեն դեպքում հավեսի բերեմ ձեզ, նաև տրամադրեմ, որ եթե ինչքան էլ շտապելիս եք լինում, հասցրեք մի քանի գործը միանգամից զուգահեռ անել, որպեսզի գործը հետ չընկնի ու ոչ մի գործ էլ չտուժվի։ Այստեղ լիքը լցնում եմ, որ իմ կոֆեն շատ համով լինի։ Մի ժամանակ այն նստվածքն էլ էի վայելում, բայց այս վերջերս միայն այսպես թանձր եփում եմ ու նստվածքը արդեն էլ չեմ վայելում։ Հիմա մինչև այստեղ իմ կոֆեն կեփի, ինչպես որ ասեցի, գործերը համատեղ ենք և այս ամանը դեռևս չեմ լվացել ու այդ պատճառով իմ գնաց ելակը միանգամից տոպրատից, այսքան ելակ եմ գնել, որ սառնանում աղեղեք գիշերը, հիմա այստեղ կհանեմ ու կտանեմ հոսող ջրի տակ կլվամ, իհարկե այս պահին այս ամանով կտանեմ, հետո արդեն ինչպես որ հարկն է, շատ ընտիրեր, կիլոգրամը 2000-ով եմ գնել շուկայից, սիրելի հետևորդներ ջան, այսպես, համ խոշոր կա, համ միջին չափի կա, ամեն չափի էլ կա, շատերի ծանոթ կլինի, թե ելակը ինչ ամանների մեջ են վաճառում, խնդրեմ, և խոշոր և ամեն չափի, հիմա ես սա արագ դադարկեմ, ոնց որ թե շատ էլ մնացել է, շատ եմ հավանում իմ սառնարանը, շատ լավ է պահում ամեն ինչը, ի տարբերություն այն բանի, որ երբ որ լույսերը պատահում է, որ օրերով են տանում ու այդ դեպքում միշտ էլ խուսափում եմ սառնարանում ինչ-որ մի բան պահելու, սառցեխցիկում ի նկատի ունեմ, միգուցե այդ պահերն էլ ուղղվի կարողանամ սառցեխցիկում լավ բաներ պահել, հատկապես մրգերը, տեսեք, ամեն չափի էլ կա, դրա համար էլ գինը շատ հարմար էր, բայց խոշորը, հիմա եկեք համեմատենք, փղիկն ու մկնիկը, այդպես, ամեն ուտելիքի վրա էլ, սիրելի հետևորդներ ջան, կարող ենք ուրախանալ, կատակել, համեմատել և մեզ լավը զգալ, այսքանը 1 կիլոգրամ է, մի փոքր ավել, այդպես, մի խոսքով սրան 2400 եմ վճարել, այսքան բան, սիրելի հետևորդներ ջան, հիմա արդեն հետևեմ իմ սուրճի եփելուն, որից հետո արդեն կվայելեմ և կշտապեմ իմ աշխատանքին, ձեզ էլ ասում եմ առայժմ, լավ եղեք, մինչ հաջորդ վլոգ։